Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանական կողմը շարունակում է հանդես գալ բացման խոսքով։ Արդեն երրորդ նիստն է, ներկայացնում են իրենց պաշտպանյալների վերաբերյալ փաստարկները, շեշտելով, որ քրեական գործում բացակայում է որևէ իրական ապացույց, որը կհիմնավորեր իշխանությունը զավթելու փորձի կամ ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքները։ Աղվան Արշակյանի պաշտպանն իր ելույթում ընդգծեց, որ այս գործընթացի շրջանակում կոպտորեն խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Լիդիա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն իր խոսքում անդրադարձավ գործում առկա ենթադրյալ ապացույցներին, մասնավորապես աղմուկ հանած նոթատետրին։ Ըստ պաշտպանի, նոթատետրի առօրյա կազմակերպչական գրառումները քննչական մարմնի կողմից ներկայացվում են որպես ահաբեկչական գործողության պլանավորում։ Փաստաբանը հայտարարեց, որ ապացույցների հետազոտման ընթացքում կենտրոնանալու է դրանց բովանդակային վերլուծության վրա, պարզելու, թե յուրաքանչյուր գրառում կոնկրետ ում է վերաբերում եւ ինչ է ապացուցում։ Նրա համոզմամբ, հենց այս մանրամասն քննությունն է իջիք դարձնելու իշխանությունը զավթելու նախապատրաստության վարկածը։ Այս վարույթը, երբ որ անընդհատ խոսում ենք իր քաղաքական բովանդակության մասին, քաղաքական հետապնդման, արդեն իսկ մի քանի հեղափոխություն վատ իմաստով մեր իրավական համակարգում կատարել է։ Առաջինը այն հեղափոխությունը, որ Բագրատ Սրբազանի վերաբերյալ ձայնագրությունների կեղծումից հետո այլևս ինչ ձայնագրություն հայտնվում է իրավապահ համակարգի կողմից լրահոսում, բոլորը մոտենում են կեղծված լինելու կանխավարկածով։ Ասում են, եթե Սրբազանի խոսակցությունները կեղծվել են, ինչու չպետք է կեղծված լինեին, օրինակ, մյուս ձայնագրությունները։ Երկրորդ վատ իմաստով հեղափոխությունը, որ անում է ու այսինքն անում են սովորաբար քաղաքական հետապնդումները եւ նաեւ այս հետապնդումը, որ իրանք կենտրոնացնելով ռեսուրսը անմեղ մարդկանց հետապնդելու չեն ունենում բավարար ռեսուրս Հայաստանում հետապնդելու իրական հանցագործությունները եւ կանխարգելելու եւ պատժելու իրական հանցանքները։ Երրորդ ու հանրության ուղված հեղափոխությունը, որ անում են այս քաղաքական հետապնդումները, դա այն է, որ մարդը տեսնելով այստեղ չեղած բանի համար հետապնդում, նոր նայում եմ էլի լրահոսը անընդհատ ինչ-որ ամեն ինչ բան են արել, արգրավել են, Լիդիայի օրինակ միկրոֆոնները արգրավել են, քանի արդեն երրորդ քննիչն է փոխվում, ես գրություններ եմ գրում, որպեսզի այդ միկրոֆոնները տան, փորձելով ապացուցել, որ միկրոֆոնը ահաբեկչություն չի կարող կատարել, ու չեմ ստանում այդ սարքավորումները, միկրոֆոններ կլինի, հեռախոսներ կլինի, համակարգիչներ կլինեն, համատարած այս քաղաքական հետապնդումների համատեքստում մարդկանց ունեզրկում են, փաստացի զրկում են իրենց սեփականությունը տնօրինելու հնարավորությունից։ Փաստաբանն ափսոսանք հայտնեց, որ տևական ժամանակ ահռելի հանրային ռեսուրսներ են վատնվում մի գործի վրա, որը զուրկ է փաստական հիմքերից։ Սա ընդհանրապես քաղաքական պայքարը կասեցնելու միջոց է եղել իշխանության համար, եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել անմեղ մարդիկ, նշեց Սողոյանը։ Դատական նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Բագրատ Սրբազանը։ Նա անդրադարձավ նախորդ շաբաթ ազգային ժողովում հնչած հայտարարություններին, մատնանշելով քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերում առկա հակասությունները։ Սրբազանը նկատեց, որ եթե նախկինում պնդում էր արվում, թե առկա է հենց իր ձեռքով գրված ահաբեկչության ծրագիր, ապա այժմ խոսվում է խմբի անդամներից մեկի գրառման մասին։ Նա հույս հայտնեց, որ թե գլխավոր դատախազը, թե քննչական կոմիտեի նախագահը կգան դատարան եւ հանդես կգան որպես վկա, պարզաբանելու այս հակասությունները։ Ես շատ հույս ունեմ, որ Տիկին Գրիգորյանը առիթը կգտնի այս թեմային անդրադառնալու։ Ուրեմն հետևյալ հայտարարությունը դուք բան հասկանում եք այս սրանից։ Պատվարժան դատարան, մեղադրողներ հասկանում եք։ Եթե հասկանում եք այս աշխարհացունց դարակազմիկ հայտարարությունը, մեզ էլ բացատրեք հասկանանք։ Երբ մարդն ասում է
Դուք տեղյակ չեք, իր ձեռքով գրված ահաբեկչության պլան գոյություն ունի։ Մեկ շաբաթ առաջ հանկարծ հայտարարում ասում, երբ ասել եմ իր ձեռքով, ի նկատի չեմ ունեցել իր ձեռքով։ Դե եկեք հասկացեք։ Հիմա ըստեղից երկրորդ հարցն է ծագում։ Քննչական կոմիտեի ղեկավարը իրավաբանության ֆակուլտետն է ավարտել, թե ֆռաբանության։ Երևի գնացել է տուն, երեխեքն էլ ասել են հայրիկ լավ խաբս տվեցիր։ Հիմա ես սա եմ ուզում ասել, պատվարժան դատարան։ Եթե դա թեմա չի, պարզապես հայտարարությունը, քննչական կոմիտեի ղեկավարը ով նախաձեռնել է ամբողջը այս գործընթացը, նման հայտարարության համար ինչ է հասնում այդ մարդուն։ Խնդրում եմ ասեք։ Վստահ եմ, որ պիտի պնդեք, որ իրեն գան դատարան, թե գլխավոր դատախազը, թե քննչական կոմիտեի ղեկավարը։ Եվ ես շատ հույս ունեմ, որ կգան դատարան որպես վկայի կարգավիճակով ներգրաված, այլապես մոտ ապագայում կգան որպես մեղադրյալներ։ Ես վստահ եւ համոզմունքով ասում եմ։ Սրբազան պայքարի մասնակիցների գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 21-ին 15:00-ին։ Մխիթար Աբահայրը եւ նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես է բացվել Մխիթարյան ճեմարանում։ Հազվագյուտ գրքեր են ներկայացված, Մխիթարյան միաբանության հրատարակություններ, միաբանների դիմանկարներ, ավելի ճանաչելի դարձնելու Մխիթար Սեբաստացուն, նրա աշակերտներին եւ նրանց անձնվեր աշխատանքը Սուրբ Ղազարի Մխիթարյան վանքում։ Մխիթարապայրը հայոց աշխարհում մեկ քայլել է, ճանաչել է հայ իրականության խնդիրը, ցավը, վիճակը։ Եվ դրա միջոցով է, որ Մխիթարապայրը գիտակցեց, թե ինչ կարիք ունի, ինչ պետք է, որ այս ժողովուրդը ոտքի ելնե։ Այդ դուրս ելնելու խնդրի նպատակներ, որ իրեն մղեց ստեղծելու համար մի վանական կառույց, որը որ հայ եկեղեցու զավակ, ընդհանրական եկեղեցու անդամ լինելով նաև Մխիթարապայրը ծառայեց հայ ազգին, հայ ազգը ոտքի հանելու համար իր այդ խավարային ճգնաժամի միջից, որպես եկեղեցական, որպես նվիրյալ անձ, իր նպատակը, իր սկիզբը դրվեց Սևանավանքից։ Ցուցադրված գրքերից հնագույնը հենց 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ բարդ ու ծանր ժամանակներ էին, պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ անհասանելի, հայ գիրքը տարածելու խնդիր կար։ Այդ ծանր ժամանակներում Մխիթար Սեբաստացին փափագում էր ստեղծել այնպիսի կենտրոն, ուր կծաղկեր հայ միտքը։ Մխիթարապահոր ստեղծած այս մխիթարյան կառույցը 3 տարի է եւ ավելի, որ մինչեւ օրս շարունակում են։ Մխիթարապահոր փնտրածը մեկն էր՝ հայ ազգի ինքնությունը, հայ ազգի այդ աստվածային օրտնված ազգի ով լինելը։ Եվ նրա համար էր, որ ինքը ծառայեց ամբողջովին, լիարժեք։ Մեծադիր կտավում հոգևորական գիտնականի ձեռքին գրիչ է, գրչի տակ գիրք։ Գիրքն էլ Սուրբ Ղազար վանքի գծագրի վրա է, որի հեղինակն էլ է ինքը։ 1749 թվականին նրա մահվանից մի քանի շաբաթ հետո լույս է տեսնում Բարգիրք Հայկազյանը, հայոց լեզվի առաջին բառարանը։ Ասում են, եթե անգամ Մխիթարն այս մեկից բացի այլ գործ արած չլիներ, միևնույն է, դրա շնորհիվ մեծագույն հայերից էր համարվելու։ Ցուցահանդեսում գիտնական, բանաստեղծ, երաժիշտ, մեկնող, բառարանագետ ու լեզվաբան, քարոզիչ, սուրբ գրքով եւ տիրամոր կերպարով ոգեշնչված տաղեր գրող Մխիթար Աբահոր հեղինակած 54 աշխատությունից 6-ն է ցուցադրվել։ Դրանց մեջ է Քրիստոսի վարդապետությանը նվիրված հատորյակը։ Մխիթարապայրը ուզեց, որ իր զավակները, իր աշակերտները զարգանան նաև աստվածաբանության մեջ, գիտության մեջ ու մնացած բոլոր այնինչ, որ ծառայելու էր ազգին,
ինքը մխիթարապայրը եւ մխիթարապորմը եկող բոլոր ապաները գիտակցել են այդ ամենը եւ թույլ են տվել, որ յուրաքանչյուր մխիթարյան զարգանա ինչ որ մի գիտական ճյուղի մեջ այդ ծառայեցնելու համար ազգին։ Եվ այդպիսով է, որ մխիթարյան կաճառը ակադեմիան գոյություն ունեցավ, որի հիմնադիրը մխիթարապայրն է։ Մխիթար Սեբաստացին ուսուցիչ չէր ունեցել, կրթվել էր շրջելով հայոց վանքերի գրադարաններով, բայց ինքը դարձավ մեծագույն ուսուցիչներից մեկը։ Նա համոզված էր, որ գիտության ու գրքերի միջոցով է հնարավոր ժողովրդի հոգևոր վերելքը, դրա համար էլ գիտության մշակներ էր պատրաստում։ Մխիթարապահոր նախ եւ առաջ օրենքներից մեկը, որ ունենք, իր միաբանության անդամ կարող են լինել միայն հայերը, քանի որ հայն է, որ պիտի հասկանար հայու խնդիրը, հայու ոգին միայն հայն է, որ պիտի կարողանար ունենալ, օդարածքը չպիտի կարողանար միաբանակից լինել, քանի որ մխիթարապոր նպատակն է հայուն ծառայելը, քանի որ նա կարողացել էր տեսնել արևմտյան աշխարհի մեջ, թե բազմիցս կրոնավորական կառույցներ կան եւ յուրաքանչյուր ունի ուղղություն։ Մեկը գիտական բաժնի մեջ, մեկը հիվանդանոցների բաժնի մեջ, մեկը աղքատների, մեկը համալսարանական եւ այլն։ Մխիթարապոր նպատակն էր հայուն ծառայել։ Իբարս Աստուծո։ Առաջինը հայուն եւ հետո աշխարհի մարդկության։ Սեբաստացու աշակերտները հայագիտության բոլոր ոլորտներով են զբաղվել։ Ցուցադրության մեջ նրանց աշխատությունների առաջին հրատարակություններն են։ Օրինակ Ավգերյանի լիակատար վարք սրբոցը, անգլերենի առաջին բառարանը, որ կազմել էր նրա եղբայր Հարություն Ավգերյանը, Արսեն Բագրատունու Աստվածաշունչը հունարենի հենքով, հայր Գաբրիել Ավետիքյանի հեղինակած Շարականների բացատրությունը։ 1789 թվականից հետո արդեն սեփական Մխիթարյան տպարանում հրատարակված գրքեր են։ Ճեմարանի փոխտեսուչ հայր Գևորգի ընտրանին է, յուրաքանչյուրի մասին պատմում է մանրամասն։ Երևանում Ավան թաղամասում գտնվող կրթարանում, որտեղ բացվել է ցուցահանդեսը, Մխիթարյան ճեմարանը հարուստ գրադարան ունի։ Սա մեր երկրորդ սրբարանը է։ Երկրորդ սրբարանը։ Գրադարանը հայագիտական գրքերով է հարուստ, հազվագյուտ եզակի հրատարակությունների մեծ հավաքածու կա, նաև էջմիածնական հրատարակություններ։ Այս տարի հոբելյանական է, Սեբաստացու ծննդյան 350-ամյակն է։ Անցյալ տարի Հռոմի կաթոլիկ եկեղեցին սկսել է հայ հոգևորականի սրբադասման գործընթացը։ Մի քանի տարի է, որ գրումը ընթանում է առաջ, բայց այս տարին, քանի որ մխիթարապոր ծննդյան 350-ամյակն է հոբելյանական այս մեծագույն տարին, խթան է, որ մենք առավել եւս բրբտենք, խորաթափան ձևով ներթափացնենք մխիթարապոր մեջ, որովհետեւ ճանաչենք ավելի լավ ինքներս մեզ։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն։ Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների մինչեւ 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, զավակն են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու հայոց լեզու եւ բանավոր հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկաներից։ Հարցազրույցի միջոցով կստուգվեն նաեւ երաժշտական եւ քրիստոնեական գիտելիքները, օտար լեզվի իմացությունը։ Դիմորդը պետք է ներկայացնի դիմում, կրթության վկայական, մկրտության վկայական, ինքնակենսագրություն, երաշխավորագիր թեմակալ առաջնորդից, բնութագիր դպրոցի տնօրենի կողմից, տեղեկանք բնակավայրից, բժշկական վավերացման տեղեկանք, զինվորական դրության մասին փաստաթուղթ, անձնագրի պատճեն, 2 լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն մինչև օգոստոսի 20-ը աշխատանքային օրերին ժամը 10-ից 15։ Հեռախոս 010 517 321, 010 517 322։
Երուսաղեմի ժառանգավորած վարժարան եւ ընծայարանը սկսել է դիմումների ընդունումը 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար։ Վարժարանը կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն է, որը գործում է Պատրիարքարանի տնօրինության ներքո։ Վարժարանում եւ ընծայարանում ուսուցանվում են հայագիտական, հասարակագիտական եւ աստվածաբանական առարկաներ։ Կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, որոնք ունեն միջին, ավագ կամ ավելի բարձր կրթություն։ Ընդունվելու համար գրավոր քննություններ են հանձնելու հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաներից, հարցազրույցի միջոցով ստուգվում են նաեւ երաժշտական եւ քրիստոնեական գիտելիքները։ Ժառանգավորած վարժարանը հիմնադրվել է 1843 թվականին Զաքարիա Պատրիարքի օրոք Ռամլե քաղաքում։ 2 տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ։ 1975 թվականին դադարել է որպես վարժարան գործելուց եւ վերածվել թանգարանի։ Նույն թվականին ժառանգավորացի համար կառուցվել է նոր շենք։ Կրթօջախն ունի 2 բաժին՝ վարժարան եւ ընծայարան։ Վարժարանում սովորում են հիմնականում 14 տարեկանը լրացած սաներ, ուսման տևողությունը 4 տարի է։ Ընծայարանում կրթությունը 3 տարի է, այստեղ ուսանողները ստանում են սարկավագի կամ ուրարակրի եկեղեցական առաջին աստիճանները։ Դասախոսական կազմում շուրջ 20 հոգևորականներ ու աշխարհականներ են հրավիրված Հայաստանից եւ այլ երկրներից։ Վարժարանում սովորում են տասնյակ ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Արևելյան Եվրոպայից։ 2026-27 ուսումնական տարվա ընդունելության համար դիմումները ընդունվում են հունիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը։ Փաստաթղթերը ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն, դիմել ամեն օր բացի կիրակից նշված ժամերին։ Դիմորդից պահանջվում է ներկայացնել դիմում, կրթության վկայական, հայ առաքելական եկեղեցու մկրտության վկայական, ինքնակենսագրություն, բնութագրեր եկեղեցու հոգևոր հովի եւ դպրոցի տնօրենի կողմից, զինվորական կցագրման վկայական, անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, 4 լուսանկար, տեղեկան առողջության վերաբերյալ։ Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական եւ ուսման ծախսերը հոգում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։